Կներկայանաք, կպատմեք ով եք, որտեղից եք եկել։ Ես Ստեփան Ջանամյանն եմ, եկել եմ Ջավախքի Կանձակյուղից, տեղափոխվել ենք Ամասիայի տարածաշրջանի Արտենիս գյուղ 1989 թվականի դեկտեմբերին։ Մեր գալուց առաջ ստեղել եմ մարդիկ էին եկել Կանձայից, երիտասարդներ էին մեր նման, ընտանիքի մեծեր էին, հիմնականում այդ երիտասարդ ընտանիքներ էին, որտեղ այն ժամանակ պես հազարտնտեսությունից ավել էր Կանձայում, ապրելու, ստեղծագործելու կամ ես շատ հնարավորություն եմ միևնույն է մեծերը պիտի բաժանվեին ընտանիքից, ստացվեց այնպես, որ այդ 88 թվի երկրաշարժը, հետո քաղաքական այս վարի վերումները առիթ եղան, որ պիտի դուրս գայինք եւ հետո մարդիկ կային, որ եկան մեր այստեղ հրավիրելու համար մարդիկ եկան այս Ամասիայի տարածաշրջանից, հանրապես էլի Կալինինոյից, Ամասիայից, որտեղ որ նախկինում ադրբեջանցիներն ապրել, մարդիկ եկան այստեղ հրավիրեցին երիտասարդների, համ աշխատանք կար, համ լավ հնարավորություններ կար, տներ կային սարքած, մենք Արտենիսում չունենք, բայց այն մյուս գյուղերում Կառնարիչ, Ծաղկուտ, այդ գյուղերը կային, ջավախցիներ շատ են եկել այդ գյուղերը, այդ թազա տներեն երկրաշարժից հետո կառուցած, մենք եկանք այստեղ Արտենիս, հարմարվեցինք Արտենիսին, հարմարվելը մի քիչ ինչպես գործի բերումով էր հարմարվել, ճանապարհին մի քիչ մոտ էր, քաղաքին Գյումրիին մի քիչ մոտ էր, երկրաշարժի գոտի էր, փորձեցինք աշխատել ինչ-որ ձևով օգտագործել երկրաշարժի վերականգնողական աշխատանքներին, բայց դե ստացվեց, որ եկանք սովխոզը նոր քանդվել, հետո նորից վերակառուցվել էր, կազմավորվել էր, եկանք սկսեցինք տնտեսության աշխատանքներ, ես 1900 օր առաջ խոսում ենք աշխատանքային գրքույկի մասին, թե ով երբ է աշխատել, ես ուրեմն 1990 թվականի մարտի 15-ից մի քանի ամիս նոր էինք եկել էլի, այնտեղ կային սովխոզի աշխատողներ կային, ֆերմայի վարիչներ կային, գյուղապետարանի աշխատող մենակ մեր Իսպիրյաններ, այն ժամանակ գյուղսովետի նախագահ կոչվիր, Աղվորիկին ու մեր Արտենիսին իրար հետ միասնական էր, բայց Աղվորիկ ավելի մեծ գյուղ էր, քան Արտենիս ժամանակին պես եղել էլի, ժամանակ Ենյոլ Գյոլլի էր անունները, օտարահունչ անուններ էին էլի, եկանք առաջի գյուղսովետի նախագահ Զորքիններ, հետո գյուղապետարանի առաջի աշխատող, որպես գյուղսովետի աշխատող, Արտենիսի կուլտուրայի տան տնօրեն եղա, մարտի 15-ին, այդպես անցանք աշխատանքի երիտասարդ էինք, աշխատանք կար, հնարավորությունները շատ, բնակարանական պայմանները մեր Ջավախքի, մասնավորապես մեր Կանձայի հետ համահունչ էր, այդպես մնացինք, աշխատեցինք, երկար տարիներ աշխատել եմ գյուղապետարանում, Իսպիրյանի հետ իհարկե, մի ժամանակ Իսպիրյանը գյուղապետ էր, ես տեղակալ եղա, հետո ընտրությունում փոխեցինք մասնակ բաներով, ինքը գյուղապետ էր, Իսպիրյանը 10-ը, մինչև 2008 թվականին աշխատել եմ գյուղապետարանը, այստեղ 91-92 թվականին այդ հողի սեփականաշնորհում, անասունի սեփականաշնորհում իրանք կազմակերպեցինք, լավ էր, ոչինչ, այն ժամանակները շատ էին հետաքրքրվողները մեր այս կողմերի, այս Ամասիայի, Արտենիսի հետ կապված, հետաքրքրվողները շատ էին, բայց շատերն եկան քնացին, քչերը մնացին։ Իսկ ինչն էր պատճառը, որ հետաքրքրվածություն կար այս շրջանի հետ կապված։ Գիտեք, հետաքրքրությունը հիմնականում գյուղատնտեսական գործունեություն ծավալելն էր, որ մենք գյուղից էինք, գիտեինք անասունի պահելը, խնամելը, անասունի հետ կապված այդ հարցերը, հիմա տեսեք մենք հենց մեր տեղից դուրս գելենք, արդեն արոտն է, իսկ մեր մոտ Կանձայում կամ մեկ ուրիշ գյուղ, սաղ գյուղերն էլ այդպես է, մեծ գյուղեր են դեր Կանձա, Սատկա, Արագյալու, ես շատ խալակի մեծ գյուղերից են եկել, հիմնականում անասնապահություններ եւ աշխատանք, մանավանդ երիտասարդների համար, այնտեղ դպրոցի հետ կապված աշխատանք կար, գյուղսովետի հետ կապված աշխատանք կար, այնտեղ սովխոզի հետ կապված մեխանիզատորներ ու ես շատ եմ
հաշվապաներ ու հազարումի գործեր կային, որտեղ թափուր էր աշխատատեղերը, այդ թափուր տեղերը լրացնելու համար մարդկանց անհրաժեշտություն կար։ Հետո ժամանակի ընթացքում, երբ որ արդեն սկսվեց այդ մութ ու ցուրտ տարիները, այդ ժամանակի հետ չկարողացան քայլել, մարդիկ գիտեին, թե շատերի մոտ է այդպես էլ դրամաբանությունը, ու ասում եմ, շատերն եկան քնացին, բայց մենք մնացինք, մի քանիսով մնացինք, արդեն մինչև 40 տնտեսություն ենք ունեցել, բայց հետո այդպես զդվելով, քալով գնալով մնացինք բոլորովին վերջերս 2020 թվականին տնտեսության հաշվառման ժամանակ ես գյուղապետարան աշխատող էի, այդ ժամանակ մենք արդեն 35 տնտեսություն ունեինք, գյուղացիական տնտեսություն։ Հիմա 23 է։ Ժամանակի հա 23 է հիմա։ Հա, հիմա ժամանակի ընթացքում երեխեքը մեծան, տեղափոխվեցին ուրիշ տեղեր, չուզեցան գյուղում մնալ, այսինքն հիմնականում ծնողները տեղափոխվան երեխաների համար, ուսումները շարունակելու համար։ Ես ժամանակին միշտ հպարտությամբ ասում էի, այն 2008-10 թվականներին, որ մեր դպրոցը, միջալոց ասեմ, որ դպրոցը ստեղծվեց հենց 90 թվականի, այդ առաջի կիսամյակից, երկրորդ կիսամյակից ուտպես մինչև հիմնական դպրոցի 97 թիվը, 97 թվականի 97-98 ուսումնական տարում դարձավ հիմնական դպրոց, արդեն 8-րդ դասարաններ տարական էր մինչև այդ ժամանակ։ Հետո երեխաները որ դուրս կտանեին Գանձակամ, ես շատ գիտեմ որտեղից եկել էր հիմնականում արտիքցի ու գանձացին Արտենիսում ապրողները։ Այդ ժամանակ արդեն երեխաներուն պահեցինք, նոր կազմավորված գյուղ էր, երիտասարդ ընտանիքներ, ամեն ընտանիքում 2-3 երեխան պարտադիր էր, ու այդ երեխեքը հետո դարձան արդեն դպրոցականներ, մինչև 2008 թիվը, 8-9-10 թիվը 30 աշակերտից ավել դպրոց աշակերտ ունեինք էլի։ Այդ ժամանակ դրանից հետո սկսեցին երեխեքը մեծան, տեղափոխվեցին մայրաքաղաք կամ Եշատիում Աբովյան, Էջմիածին, հիմնականում այդ կողմերն են էլի, Երևան, Գյումրի, տարբեր բնակավայրեր տեղափոխվան, երեխեքին տան ուսումը շարունակելու հիմնական նպատակը, այդպես էլ շատերը ետ չեկան, շատերը հետո գնացին, ովքեր չհարմարվան հենց այն խոսքիս իմաստով էլի բուն իմաստով գյուղատնտեսական աշխատանքին չհարմարվեցին, տեղափոխվեցին քաղաք կամ այլ բնակավայրեր, հիմա մնացել են 23 են մնացել։ Վատ է, դպրոցում աշակերտների ընդամենը 6 են, որից 3-ը մի մարդու, մի ընտանիքից են էլի, 3 աշակերտը։ Մենք այդպես ապրեցինք, ստեղծագործեցինք, այսպես ասում են։ Ինչով եք զբաղվում։ Հա, հիմա գյուղատնտեսական աշխատանքով եմ զբաղված, կամ տնտեսությունով եմ զբաղված, բայց ժամանակին աշխատել եմ գյուղապետարանի տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, կուլտուրայի տնից հետո եղել եմ գյուղսովետի քարտուղար, գյուղապետի գյուղխորհրդի քարտուղար է ժամանակել, մինչև 94-95 թվականներ, այդպես էր կոչվում, հետո մարզպետարան դարձա, մարզպետարանից հետո աշխատակազմի ղեկավար, քարտուղար, ղեկավար, քարտուղար, տեղակալ գյուղապետի, այդպես մինչև 2008 թիվը։ 2008-ի ընտրություններից հետո գյուղում արդեն երիտասարդ կադր կար, փորձեցինք համ օգտակար լինել, համ էլ տեղերը ստիճել երիտասարդին, որտեղ մենք բավական երկար ժամանակ աշխատել էինք, համ էլ հոգնեցուցիչ է միշտ մի անգամ նույն գործին տանել, երեխաները մեծան, տնտեսության անհրաժեշտություն արդեն կար, որ տնտեսություն պահելով դի, արդեն որ հաստատ որոշել ենք, որ մնալու ենք գյուղում ու զբաղվելու ենք գյուղատնտեսական աշխատանքով։ Ձեզ ի՞նչն է գյուղում պահում։ Գյուղում, գիտեք ինչն է, 25 տարի կանձա եմ ապրել, վատ չեմ եղել, երգել եմ, պարել եմ, աշխուժ ժամանակս կանձա եմ անցել, բայց հետո որ տեղափոխվեցինք ստեղ, գիտեք, առաջինը լինելը ավելի շատ ոչ թե պարտավորություն այդպես բան էր էլի, մեծ ցանկություն էր, մեծ գյուղ ունենալ, շնորհալի գյուղ ունենալ, կանձայի պես մարդիկ շատ լինեն,
բնականաբար եթե շատ եղան մարդիկ, ուրեմն ինչ որ բան կարող եք ստեղծել կինո, թատրոն կամ ես շատ գիտեմ ինչ որ բաներ կարող ենք անել, իսկ մնալը ստացվեց այնպես որ եկանք աշխատեցինք, մնացինք ու սիրեցինք գյուղատնտեսական աշխատանքը, թե չէ այնպես արտաքին աշխատանքի շատ մարդիկ քնացին ու եկան ու էլի մնացին եւ վերադարձան գյուղ, շատ մարդիկ քնացին այդ արտաքին աշխատանքին հավասան ու քնացին, ես չէի սիրում աշխատել, արտաքին աշխատանքին ընդհանրապես չեմ մի անգամ 97 թվականին եմ եղել արտաքին աշխատանքի առաջի ու վերջի անգամն էր, գնացի մնալը փոքր ցածր էր աշխատավարձը, շատ ցածր էր ժամանակ 2000-ական թվականներին 25-28 հազար դրամ գյուղապետարան աշխատավարձին ստացի, բայց սիրել եմ հողը, սիրել եմ գյուղը, սիրել եմ իմ արտենիսը, սիրել եմ իմ դպրոցը, երեխաներին, ինձ դպրոցն էր, ես գյուղապետի տեղակալ էի, ինձ դպրոցը, այնտեղ մենք մեր ունեցած այդ հնարավորությունները Գանձահում ձեռք բերած այդ հմտությունները, ինչ ասեմ, վարպետություն ասեմ, են վարպետը չենք, վարպետ կատարող երգիչ չենք կամ ինչ-որ բան, բայց այդ երեխաների հետ աշխատելը ավելի շատ էր կապում գյուղին, ընդհանրապես գյուղին գյուղացու հետ շփվելը, գյուղացուն լավություն ենել կամ ընկերություն ենել գյուղացու հետ, քարքաշել, ինչպես տեսնում եք, ձմեռը գյուղացու հետ հարևանություններն առանձնահատուկ ամեն մարդ չի գնալ ձմեռը հարմարվի եղանակին ու հարևանություն ունենք, մենք գյուղում եթե լինենք, ես միշտ կատակով ասում եմ, եթե գյուղում լինենք, ես կան գանձացիներով, այսօր 17-18 տնտեսություն գանձայեցենք, հա մեր եկած արդիցի է մնացել, ես կան մարդով որ գանձակցեմ հանդիպեինք, կարող է հարևանություն, ընկերություն չունեինք, բայց մի արդեն 36 տարի է, իրար հետ հարևան ենք, իրար ընկեր ենք, իրար հետ աղոհաց ենք կիսել, իրար հետ ուրախություն ենք հանդիպել, տխրություն ենք հանդիպել, լավ ու վատ օրերս իրար հետ է անցել, հիմա իշկանել որ կայթակղիչ լի քաղաքը, ես գյուղից քաղաք, ես ասում եմ գնացողը չի, ես մնացել եմ ու մնալու եմ մինչև արտենիսում, վերջին մարդ, շատ եմ սիրում իմ արտենիսը, հա թող պես գորգորա, ամբագորգոր չհնչի, ես շատ եմ սիրում արտենիսը, իմ արտենիսցիներին, նույնիսկ այն մարդկանց եմ սիրում, ովքեր կարճ ժամանակ են ապրել, իրար հետ ենք ապրել, հարևանություն ենք երել, նրանց եմ սիրում, բոլորին բանը սիրում եմ հարազատի պես ապրել ենք, հարազատի պես ստեղծել ենք, տխրություն ենք ունեցել, իրար հետ ենք կիսել, ուրախություն ենք ունեցել, իրար հետ ենք կիսել, մեր լավ ու վատ օրեր իրար հետ ենք անցել արտենիսցիների հետ, այսօր ես 23 տնտեսություններ կան, իրանք այն հիմքն են, այն մարդը, եթե նույնիսկ 3 տնտեսություն մնա 21 գնան, չեն գնա չնայած, այնտեղ մարդիկ կան որ հաստատ մնացող են, ինձ հետ կիսելու ենք այս դժվարությունները, գյուղացու հոգսերը իրար հետ ենք տանելու, մեր բաժին բեռը, ես ասում են իրար հետ ենք տանելու, եթե մի 8-10 հոգի մնա էլի բեկի, մնացողներից մեկի ես եմ, շատ եմ սիրում իմ արտենիսը։